Այսպիսով հարգելի գործընկերներ, հունվարի 1-ից գործարկված հիմնադրամը և աշխատանքները, համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 միլիոն անձի ապահովագրություն և գիտեք, որ առողջության ապահովագրությունը ի տարբերություն սոցիալական ապահովագրության, հենց որ մտնում է ուժի մեջ, արդեն իսկ սկսում են ծառայություններից օգտվել անձինք և սա շատ կարևոր տարբերություն է։ Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը ևս բավական սահուն անցել ենք, առաջնակի ուրեմն կազմակերպությունների առումով բավական ընդլայնում ունենք, թե ովքեր են միացել ապահովագրությանը և այս աշխատանքները շարունակական են, այսինքն դեռ շարունակվում են հայտեր ներկայացվել ծառայությունների առումով միանալու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։ Սա վերաբերվում է ինչպես առաջնային օղակին, այսինքն պոլիկլինիկաներ, նաև մասնավոր պոլիկլինիկաներ, այնպես էլ վերաբերվում է լաբորատոր և դեղատնային ցանցին, սա էլ շատ կարևոր է, մեզ համար առանձնահատուկ շեշտադրված է, որ քաղաքացիների համար ծառայություններից ստանալը հնարավորինս լայն աշխարհագրություն ունենա և հասանելիություն ունենա։ Հաջորդիվ իհարկե ես ընդհանուր որոշակի թվեր ներկայացնեմ, որոնք որ ցույց են տալիս ծավալները այս ընթացքում իրականացրած և մատուցած ծառայությունների, եթե հետո հարցեր լինեն, այլ ավելի մանրամասն թվային տվյալներ կներկայացնեմ։ Ուրեմն ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն շուրջ 1.700.000 հոգի է։ Այստեղ ես նախորդ նաև կառավարության նիստից հետո բրիֆինգին ներկայացրեցի ձեզ, որ այս թվի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ ավելացել են ռեզիդենտների թիվը, այսինքն այն անձինք, ում Հայաստանում լինելու 183 օրը լրացել է, նրանց թիվը աճել է և ավտոմատ ստացվում է նրանք ևս ստանում են կարգավիճակ և ընդգրկում են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Հաջորդիվ ավելացել են նաև 200.000 պլյուս աշխատավարձ ստացող անձանց թիվը, ովքեր ևս ներգրավել են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Բացի դրանից արդեն իսկ անհատ ձեռնարկատերերը, ում համար ուժի մեջ էր մտնում ապրիլ ամսին, սակայն մենք օրենսդրական փոփոխություն իրականացրեցինք և նրանց համար ուժի մեջ մտնելու պարտադիր պահանջը տեղափոխեցինք հունիսի 20-ը և այս առումով մենք ուրախ ենք, որ անհատ ձեռնարկատերերը չսպասելով օրենքով սահմանված պարտադիր ժամկետին, բավականին մեծ տեմպով միանում են ապահովագրական համակարգին, իրականացնում են վճարումները և փաստացի սկսում են օգտվել ծառայություններից։